Ես կարծում եմ, որ առաջնային օղակի հագեցվածությունն ու պայմանները շեշտակի փոխվել են վերջին տարիներին։ Անհամեմատելի են փոխվել եւ ես նորից եմ ասում, որ մենք օրինակ ռենտգեն հետազոտության սարքավորումներով հագեցրել ենք մեր մարզային եւ Երևանի պոլիկլինիկաները, սոնոգրաֆիկ սարքավորումներով, լաբորատոր կարողություններն են թարմացվել։ Այսինքն ես ուրեմն կարող եմ ասել, որ այո, մենք դեռ ունենք պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, որոնք չեն համապատասխանում մեր ստանդարտներին ենթակառուցվածքների առումով, բայց նշեմ, որ այս տեմպը պահելու պարագայում մենք ուրեմն մի քանի տարվա մեջ ամբողջովին արդեն կլրացնենք ենթակառուցվածքների առումով հագեցումը։ Տիկին Ավանեսյան, խոսեցինք հիվանդանոցային պայմանների բարելավման մասին, սարքավորումների հագեցվածության մասին, բայց գաղտնիք չէ, որ շատ դեպքերում հենց մասնագետների պակասի կամ մասնագետների ոչ բավարար որակավորման պայմանավորված շատերը դեպի Երևան են գալիս մարզերից ու գյուղերից։ Այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։ Ես ասեմ, որ այս ուղղությամբ էլ հոսքի որոշակի փոփոխություն կա եւ այսօր նկատելի է, որ վերազինված, կառուցված նոր բժշկական կենտրոններում երիտասարդ մասնագետների հոսք ունենք եւ սա շատ ուրախալի է։ Նշեմ, որ Թալինի բժշկական կենտրոնը իսկապես մասնագիտական առումով էլ շատ անմխիթար վիճակում էր, որտեղ պայմաններն էին դա թելադրում։ Այսօր նրանք արդեն ունեն նոր կադրեր, որոնք որ գնացել են Թալին եւ պիտի նշեմ, որ այս ճանապարհային Հայաստանի վերափոխումը նաեւ օգնում է, որ մարդիկ շատ ավելի հեշտ որոշում կայացնեն, որտեղ ընդգրկվեն աշխատանքի եւ թե Սպիտակի բժշկական կենտրոն, թե Գորիսում, թե Մեղրիում մենք տեսնում ենք նոր համալրված կադրեր։ Արդյոք բավարարում է մեզ այս հագեցվածությունը, ոչ եւ շարունակելու ենք նպատակային օրդինատուրաների ծրագիրը, որպեսզի մենք կրթության ծախսերը փոխհատուցենք եւ հետո արդեն մեր մասնագետներին ուղարկենք։ Բայց եթե նորագույն սարքավորումը կա, պայմանները կա, հնարավորությունը շատ ավելի մեծ թվով պացիենտներ տեսնելու, շատ ավելի տարբեր դեպքեր սպասարկելու, գիտեք, սա նաև կարծում եմ հիանալի շանս է երիտասարդ մասնագետների համար։ Մեր ռեպորտաժներից մեկում Հրազդանի բժշկական կենտրոնի երիտասարդ զույգը, ովքեր այնտեղ էին աշխատում նպատակային օրդինատուրայից հետո, պատմում են, որ այնտեղ հնարավորություն են ունեցել այնքան հետաքրքիր դեպքերի առնչվել, մեծ հոսք ունենալ, որ դժվար թե Երևանի խիտ մասնագիտական հագեցված կենտրոններում նման հնարավորություն ունենային։